Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Անգլիացի գրող արվեստի քննադատ Չեստերտոնը ասում էր, որ ճամփորդության նպատակը ոչ թե օտար երկրներ տեսնելն է, այլ սեփական երկիրը տեսնել օտարի աչքերով։ Իսկ ժուրնալիստ ամերիկացի գրող Մարկ Թվենը ասում էր, որ կյանքի վերջալույսին երկու բանի համար կապսոսակ, որ քիչ եք սիրել եւ քիչ ճամփորդել։ Այնպես որ Այսօր փորձենք ընդլայնել զբոսաշրջության մեր ներբերանգները մեր փորձագետների հետ։ Զբոսավար Գյումրիում Հովհաննես Ֆրանգուլյանն է մեր հյուրը։ Ձեզ ու շնորհակալ եմ հրավիրելու համար, շատ ուրախ եմ լինել այստեղ։ Նաև Ավարայի զբոսաշրջային ընկերության հիմնադիր տնօրեն պարոն Արկադի Սահակյանը։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը եւ Destination Armenia զբոսաշրջային թվային հարթակի հիմնադիր Գեղամ Մարաքելյանը։ Լավացես։ Եվ սկսենք միանգամից, ինչ երկիր է Հայաստանը տուրիստների համար։ Հայաստանը կարևոր է հասկանանք, որ ինքը նոր երկիր չի, որպես տուրիստական ապրանք, ինքը բավականին բարձր անուն ունեցել է եւ սովետական միության տարիներին եւ շարունակում է մնալ։ Ուղղակի պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը իր հարուստ բովանդակությամբ, իր հարուստ տուրիստական արժեքներով ամեն օրվա բացահայտվող երկիր է։ Եվ այդ տենդենսը պաշտպանելով է, որ մենք ոնց որ մեր գրավչությունը պահում ենք տուրիստական շուկայում։ Այնքան շատ բան ունենք ասելու, այնքան շատ բան ունենք ցույց տալու, ներկայացնելու աշխարհին եւ մեզ, որ դա թույլ է տալիս մեզ ոնց որ մնալ միշտ նոր բացահայտվող ուղղություն։ Սա ամենակարևոր հատկությունն է Հայաստանի, որը շատ երկրներ, ես կասեմ, աշխարհում չունեն։ Իրանք ունեն տենց ինչ որ կարծրացած իրանց մասին պատկեր տուրիստական, հա խոսքի օրինակ։ Դա ծովային զբոսաշրջության երկիր է, սա արկածային զբոսաշրջության երկիր է։ Գաստրո ինչ-որ մեկը։ Ինչ-որ մեկը սնունդի, գաստրոյի հետ կապված է գինեգործության։ Հայաստանը այդ իր ունիկալությունը, իր առանձնահատկությունը նա է, որ մենք պարունակելով մեր մեջ այդ բոլոր, գուցեև ծովը չկա, բայց ունենք մեր փոքրիկ ծովն ունենք, դա է կարող է որպես ծով դիտվել, թույլ է տալիս մեզ մնալ աշխարհում որպես ամեն անգամ նորովի բացահայտվող, նորովի գրավչություն ներկայացնող տուրիստական ուղղություն։ Պարոն Արաքելյան, եթե համաձայն չեք միանգամից հերքեք, այնպիսի տպավորություն է, որ ավելի շատ ինտելեկտուալ տուրիստական երկիր է Հայաստանը եւ ավելի քիչ մրցունակ նույն ծով, էժան սեգմենտ առաջարկող եւ ավելի գրավիչ մարդկանց համար լինելու տեսանկյունից։ Չէ, համաձայն եմ գործընկերոջ ասացի հետ։ Ինձ հետ համաձայն չէ։ Չէ, ձեզ հետ համակարծիք կարամ լինեմ, բայց մասնակի Հայաստանը որպես տուրիստական երկիր կարծում եմ ինքը էժան պրոդուկտ չի, ավելի բարձր գնային սեգմենտի համար է նախատեսված։ Եթե sense վերցնենք միջազգային տենց փորձը հաշվի առնելով, ովքեր են գալի Հայաստան։ Նախ սովորաբար մարդկանց պահանջմունքների մեջ sense լինում է top երկրներ ու բոլորը, չգիտեմ, երիտասարդ տարիքում կամ իրանց ճամփորդությունը երբ սկսում են, լինում են top երկրներում, օրինակ հա top 10 երկրներ, որի շարքում Հայաստանը չի մտնում, հա։ Երբ որ դու արդեն գնում ես այդ top երկրները, լինում ես այն խոշոր քաղաքներում, ինչ որ նոր բան ես ուզում, նոր հետաքրքրություն ես ուզում, ու կարծում այդ փուլում, երբ որ մարդը արդեն ինչ որ չափով նաև կայացած է, 35-ից պլյուս 40 տարեկան հասակում, արդեն այդ տարիքի տուրիստների համար Հայաստանը նաև դառնում է հետաքրքիր ուղղություն, նոր ուղղություն բացահայտելու համար։ Փարիզ, Հռոմ, Լոնդոնից հետո գալիս է Հայաստանը։ Պարոն Ապրեսյան, ինչու պետք է գան Հայաստան։ Եվ թվեր։ Եվ թվեր, եթե ունեք, այո։ Հայաստանը լեգենդար հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ
օժտված, հրաշալի ժողովրդով բնակեցված հրաշալի երկիր է։ Շատ հետաքրքիր բացառիկ զբոսաշրջային արդյունք ներկայացնող եւ բազմազան պրոդուկտներ եւ արդեն ինչպես նշեցի, ով գիտի կամ իմանում է, շատ ուզում է որ գա Հայաստան։ Թվերը մինչև 2024 թվականը, այսպես դինամիկ, կորոնավիրուսից հետո մենք արագ սկսեցինք վերականգնվել։ 2023-ին նույնիսկ գերազանցեցինք 2019-ի մինչ կորոնավիրուսյան ժամանակահատվածը, որտեղ 19-ին 1.9 միլիոն 894,000-ի մենք հասանք 2019-ին, արդեն մոտեցել էինք 2 միլիոնին, ու կորոնավիրուսը ամբողջ աշխարհում այսպես կանգնեցրեց զբոսաշրջությունը 80%-ից ավելի անկում եղավ այն Հայաստանում այցելությունների քանակի առումով։ Ընդամենը 360-370,000 այցելություն ունեցանք 2020-ին, այն էլ մինչև կարանտինն էր, մինչև մարտի 15-ը այդ ժամանակահատվածը։ 2021-ին կրկնակիից ավելաճեց, արդեն վերականգնման process-ը քանակի առումով բավականին լավ եղավ, նորից 22-ին էլ 21-ի հետ համեմատած մոտ կրկնակի, բայց չէինք հասնում 2019-ին։ 2023-ին մոտ 40% աճ եղավ, մի փոքր ավելի, 41 այդպես 22-ի համեմատ եւ գերազանցեցինք 2.3 միլիոն ներգնաց զբոսաշրջային այցելություն ունեցանք։ Իհարկե տեղի ունեցավ նաեւ մի բան, այսպես մենք երևի նաեւ այդ էյֆորիայով, որ այսպես արագ աճ է արձանագրվում ամբողջ աշխարհում նաեւ ինչպես Հայաստանում էլ գնաճ եղավ մոտ մի 10% ընդհանրապես Հայաստանում նաև շատ կարևոր զբոսաշրջային փաթեթումներ արվող մի շարք զբոսաշրջային ծառայություններ մի փոքր ավելի շատ աճեցին գնով գումարվեց նաև արտարժույթի նկատմամբ մեր հայկական դրամի արժևորումը զգալի 30%-ի կարգի եւ մեր զբոսաշրջային արդյունքը գնով բավականին բարձրացավ։ Շուկան մեզ ահազանգեց 2024 թվականին զգուշացրեց։ Ես դա անկում չեմ համարի, այսպես պեսիմիստական բաներ չեմ ասի եւ դեմել եմ, կողմել չեմ նման նույնիսկ մտածելակերպին, բայց զգուշացրեց, ասեց ոնց որ հարգելիներս մի հատ շահագրգիռ կողմերով մի հատ նստեք իրար հետ խոսեք քննարկեք եւ պետական եւ մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերով որտեղ ոնց որ թե գալիս են այսպես բայց կարողա ասեն դե տղեկ այդքան թանկ մի այդքան բարձրացեք գնով հարստանալ եւ 2024-ը ունեցանք մեր ընդհանրապես մի փոքր մինուս մոտ 4.6% Հիմա 25-ի առաջի երամսյակն էլ տենց շարունակվեց բայց լավ էր արդեն խոստումնալից է եւ մայիս ամսից սկսեց վերականգնվել փոքր բայց արդեն մայիս հունիս հուլիս օգոստոս բայց երկուսին չենք մոտենա չէ 2 միլիոն անց ենք արդեն 2.2 միլիոն եղել է 2024-ին չէ հիմա 25-ին կարող ենք որովհետեւ 1.734.000 առաջին 9 ամիսն է հունվար սեպտեմբերն է եւ հուսով եմ որ երկուսին կմոտենանք նու կանցնենք էլի Պարոն Ֆրանգուլյան Գյումրին իր երանգներով ինչպես է դիտարկվում զբոսաշրջիկների աչքերով գալիս են պետք է որ գրավիչ լինի շատ գրավիչ լինի, այո, իհարկե դա այդպես է եւ կա։ Ձեր հարցը շատ հետաքրքիր է ու ինչքանով որ հեշտ է պատասխանել համ դժվար, նաեւ պետք է հասկանալ թե ինչ տուրիստի համար, ինչ զբոսաշրջիկի համար։ Եթե մենք օրինակ վիճակագրությունով նայում ենք ու պարզում ենք, որ Հայաստան ամենից շատը գալիս են Ռուսաստանից, Վրաստանից եւ Իրանի Հանրապետությունից, մեծամասամբ, հա, մեծ քանակությամբ մարդիկ։ Այդ զբոսաշրջիկների համար Հայաստանը շատ էկզոտիկ երկիր չէ, բավականաչափ էկզոտիկ է, որ հետաքրքիր լինի, խոհանոցով, տեսաժանվայրերով, հնություններով, նորություններով եւ այլնով։ Ու շատ էկզոտիկ չէ, ինչքան ասենք պայմանական Չինաստանի, չգիտեմ, Ֆիլիպիններից կամ եվրոպական կամ ասիական, աֆրիկական երկրներից կալացողների համար։ Ու հարցը թե ինչքանով է Հայաստանը հետաքրքիր
զբոսաշրջիկների համար առաջ եշտին կախված նրանից թե որ զբոսաշրջիկի։ Այդ օրինակ մեծամասամբ Ռուսաստանից գալացող տուրիստի համար Հայաստանը մոտիկ երկիր է, առանց վիզայի, շատ ծանոթ է մշակույթային առումով, ընդհանրություններ շատ կան, մեր սովետական։ Լեզուն ի վերջո հաղորդակցել։ Այո, լեզուն, խոհանոցի մասին, ինչպես այդ ընդհանուր մշակույթային դաշտի մեջ գտնվելը։ Բայց եւ բավականաչափ էկզոտիկ, ինչ որ ուտելիքի մասով, հնությունների, տեսարժան վայրերի, դա շատ հետաքրքիր է։ Գյումրին այս ամենի մեջ հենց դա կարևորագույն առավելությունը, որ ինքը մասսայական առումով դեռ չբացահայտված, Տաթևի վանք չէ, Գառնիև Գեղարդ չէ կամ Երևանի կենտրոն չէ, ու մի ունիկալ էջ է մարդկանց համար, Հայաստան այցելող մարդկանց համար, թե բա այս ինչ քաղաքային մշակույթ ունեն։ Քանի որ ես աշխատում եմ հենց Գյումրիում, ամենաառաջի այդ գլխավոր միտքը զբոսաշրջիկների կողմից Գյումրի հետ ծանոթանալուց հետո, թե բա այս ինչ անծանոթ Հայաստան էր։ Այդ քաղաքային մշակույթը, ճարտարապետությունը, դիրքու դրվածքը, խոհանոցը, մի խոսքով այն ամեն ինչ, որ Գյումրին դարձնում է Գյումրի։ Այդ դրանով էինք շատ հետաքրքիր, շատ ափսոս, որ դեռ այդ առաջի այցելության քանակով առաջի տեղերում չէ Գյումրին, ինչպես Գառնին Գեղարդը կամ Երևանը, դե հասկանալի երկրորդ քաղաք, բայց այդ առումով ինքը շատ ու շատ նոր բացահայտումներ է տալիս մարդկանց։ Շնորհակալություն, պարոն Սահակյան, շատ հնաբնակ եք դուք ձեր գործունեությամբ եւ պայքարով, ինչ է փոխվել ռազմավարության տեսակետից, ասենք, ինչ լրացուցիչ խայծեր կարող են լինել, որ Հայաստանը ոչ միայն ցենց 7-8 ամսվա հետաքրքրություն ունենա, այլ նաեւ այլ ամիսների, ձմեռային ամիսների։ Նայեք, դուք շատ հետաքրքիր նախաբանով սկսեցիք հաղորդումը, որ զբոսաշրջությունը դա սեփական երկիրը ճանաչելով է սկսվում։ Այո։ Նայեք, մենք պետք է հասկանանք, որ երկիրը որպես զբոսաշրջային ուղղություն երբ որ դառնում է, ինքը դառնում է տեղացիների ճամփորդելուց հետո։ Եթե մենք չգնանք Գառնի Գեղարդ, ոչ մի զբոսաշրջիկ արտասահմանից ժամանած Գառնի Գեղարդ չգնալու, նույնը Գյումրիի մասին է խոսքը։ Եվ հիմա մենք էլի խոսում ենք ներգնաց զբոսաշրջության մասին, բայց պետք է հասկանանք, որ իր հիմքում ներքին զբոսաշրջությունն է դրված։ Եվ մինչև մենք ներքին զբոսաշրջությանը նոր զարգ չտանք զարգանալու, այս տենդենսը, պարոն Ապրեսյանը, որ նշեց, մենք նվազում ունեցանք, նվազման պատճառներից մեկը ոչ միայն գների բարձրացումն է, այն նաև սեփական հետաքրքրության բացակայությունը։ Դա է պատճառը, սեփական հետաքրքրության որոշ նվազեցում, հա, մեկ, երկրորդը մենք ավելի շատ սկսեցինք դրսերով հրապուրվել, հա, երկիրը բացվեց, սահմանները բացվեցին, ավելի շատ ենք ճամփորդում։ Հրաշալի է, բայց կհամաձայնեք, որ օրինակ 3 օր որևէ Պարսից ծոցի երկրում անցկացնելը ավելի էժան է, քան այո, 1 օրը Հայաստանում։ Դա էլ կա, բայց նայեք, այստեղ խնդիրը որն է։ Մենք ունենք մի քանի հնարավորություն այդ կոտրելու այդ տենդենսները, որպես օրինակ բերենք, մենք պետք է ազգը նորովի դաստիարակվի զբոսաշրջությունով զբաղվել եւ նորովի դաստիարակությունը ազգի պետք է սկսվի ոչ թե հասուն տարիքում, այլ դպրոցական շրջանից, հա, որպես ռեսուրս, որ ասենք զարգացնենք երկիր, ես այս վերջերս մի տեղ էլ ասեցի, մենք ունենք օրինակ 450,000 դպրոցական ուսանող, որոնք իրենց կրթական ծրագրերի մեջ զբոսաշրջությունը որպես ուղեկցող առարկա, որպես մեթոդ գիտությունը զարգացնելու կամ նույն հայ ժողովրդի պատմությունը, ճարտարապետություն, մշակույթը խոր ուսումնասիրելու համար կրթության ու գիտության նախարարության ծրագրի մեջ շատ թույլ է ներկայացված տեղական ճամփորդություն։ Սա որպես արդեն առաջարկ է։ Որպես, այո, դա ասում եմ, խոսքը գնում է մոտ 450,000 երիտասարդ երեխաների մասին, ուսանողների մասին, որոնք տարեկան ունեն առնվազն 6-ից 8 ճամփորդության կարիք։ Եթե բազմապատկեք թիվը, դուք կստանաք ներքին այցելու զբոսաշրջիկների քանակը լրացուցիչ։ Երկրորդ մեծ շուկան որ կա, օրինակ կհիշեք, ժամանակին, երբ որ սոցփաթեթը ձևավորվեց Հայաստանում, հա, որպես բյուջետային աշխատողները ստացան սոցփաթեթ, որը օգտագործում էին ներքին ճամփորդության եւ առողջապահության վրա, դա հսկա աճ տվեց մեր ներքին զբոսաշրջությանը, որը իր հետևից բերեց
ենթակառուցվածքների զարգացում հեռավոր շրջաններում, մարզերում, որը իր հետևից բերեց ներգնաց զբոսաշրջության աճ։ Բայց նայեք պարադոքսը ինչու՞մ է։ Մենք կիսովի ենք քայլ արել։ Այդ սոցփաթեթի հնարավորությունը մենք տվել ենք մենակ պետական ծառայողներին եւ բյուջետային համակարգին, դպրոց, մանկապարտեզ, հա, բան։ Բայց հարցն է, որ մենք ունենք մոտ 1 միլիոն աշխատող, որոնք մասնավոր սեկտորում են աշխատում եւ իրանք զրկված են այդ սոցփաթեթի առավելությունից եւ հնարավորությունից։ Մենք բազմիցս այդ հարցը բարձրացրել ենք, որ ինչու թույլ չտալ գործատուին նույն ձևի տարեկան 1 անգամ իր աշխատողներին որպես ծախս ճանաչվի այդ միջոցը ինքը տա իրան, պարտադրելով օգտվել Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջային ծառայությունից։ Այդ գումարը չի խուսափելու հարկումից, ինքը գնալու է շրջան, նոր աշխատատեղեր է ստեղծելու, հարկման մեխանիզմը իր պաշտպանվում է ամբողջության, բայց մենք ստանում ենք հնարավորություն ոնց որ սոցփաթեթների պարագայում տալով մարդուն 200,000 դրամ պետությունը սոցփաթեթի շրջանակում ինքը առնվազն առաջացրել է գումար ստացողի կողմից եւս 200,000-ին ներդրում։ Դե հիմա եկեք էլի այդ թիվը փորձենք հասկանանք, որ ասում ենք ինչա պետք անել, հա, մեզ այդ քանակը զբոսաշրջիկների կբերի բալանսավորման ռեգիոնալ եւ դրա հերթին կբերի եւ գների էժանացման։ Ինչու, քանի որ երբ որ դուք ասեցիք, հա, որ չլինի Հայաստանը 5, 6, 8 ամսվա երկիր, ներքին զբոսաշրջությունը 12 ամիս է։ Եվ եթե դու թույլ ես տալիս մասնավոր սեկտորին գոնե, հա, եւս 1 միլիոն զբոսաշրջիկ ավելացնի, ես ձեզ վստահեցնում եմ, նոր տարվա ուղևորությունները դեպի Վրաստան կրկնակի կնվազեն։ Սահմանին հերթեր չեն լինի։ Սահմանը թեթևանա իր հերթին, գումարը կմնա Հայաստանում։ Էսի երկրորդ հարցն է եւ երրորդ ոնց որ ես իմ բանը ասեմ, նաեւ խնդիրը այն է, որ մենք Հայաստանը դիտում ենք որպես առանձին տուրիստական ուղղություն, բայց եկեք հասկանանք, որ հիմա աշխարհն այնց է զարգացել զբոսաշրջային, որ ճամփորդողները ել չեն նախընտրում ճամփորդեն մի երկիր։ Իրանք հիմնական շեշտը դրվում է ռեգիոնալ զբոսաշրջության վրա։ Ես գալիս եմ հարավային Կովկաս, ինձ հետաքրքիր է ճամփորդել գոնե առնվազն 3 երկիր։ Ես գնում եմ Եվրոպա եւ շատ հազվադեպ է, որ դու գնում ես մենակ Ֆրանսիա այցելելու համար։ Գնում ես Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, հա, հարևան երկրներն էլ ձեռի հետ, ինչու, քանի որ նայեք, աշխարհում 200-ի չափ երկիր է, որոնցից 160-ը զբոսաշրջային են։ Այն 40-ը փակված են պատերազմների, աղետների հետևանքով, միջին տարեկան ցուցանիշը։ Մարդը ակտիվ ճամփորդող մարդը 40 տարի է ճամփորդում։ Երբ որ ավարտում է կրթությունը ստանում է, սկսում է աշխատել, մի 35-40 տարեկանից սկսում է ճամփորդել։ Աշխարհում 160 երկիր կա, այդ 160 երկրի կեսը մի այցելության երկիր չեն։ Չինաստան, Հնդկաստան, Ֆրանսիա, Կանադա, Բրազիլիա, հա, իրանք մի քանի այցելություն են պահանջում։ Հիմա եթե տենց եկարենք մարդը կարա իր ամբողջ կյանքի ընթացքում լավագույն դեպքում 120-ից 160 ճամփորդություն անի 160 երկրում։ Մենք ինչ պետք է անենք, որ Հայաստանը մտնի այդ նախընտրված երկրների։ Ինչ պետք է անենք։ Եվ ինչ պետք է անել։ Ինչ պետք է անել։ Տարբեր այդ մասով լիքը այդպես առաջարկներ կա, բայց քանի որ ժամանակը սահմանափակ է, երևի առանձնացնենք թվայնացումը մի ոլորտ ու այս բանին իմ մտքին գալիս է ոնց որ տրանսպորտի բարեփոխումները, թե ներսի, թե դրսի զբոսաշրջիկների համար Հայաստանը տրանսպորտային տեսանկյունից շատ անհարմար է ու չկա ընդհանրապես ենթակառուցված, եթե ասենց վերցնենք, էլ իմ առաջարկը այն է, որ ստեղծվի մեկ ընդհանուր տրանսպորտային ընկերություն Հայաստանում, որը օրինակ Հայաստանի հյուսիսից հարավ կսպասարկի ամբողջ տրանսպորտային ցանցը։ Ինչ հնարավորություն կտա բոլորին, չգիտեմ, հեռախոսի միջոցով ընտրել ուղղությունը, հանգիստ ճամփորդել։ Երկրորդը կանգառներ, օրինակ, երբ որ ուրիշ երկրներ գնում ես, բոլոր երկրներում կանգառ անուն ունի։ Հայաստանում, Երևանում, չգիտեմ, մի 4 կանգառ, եթե չեմ սխալվում, անուն ունի, այսինքն տուրիստների տեղաշարժի համար ինքը բավականին անհարմար է։ Մի կետից մյուս կետը հասնելը, այսինքն նույնիսկ տեղացի իմացող մարդը կարող է շփոթվել, չասած դրսի տուրիստներին։ Գյումրիից Երևան, այո։ Այ Գյումրին էլի ամենապահանջված ուղղություններից է մեր դեպքում, երևի երկրորդ ուղղությունն է, ու էլի եթե մարդ ուզում է ինքնուրույն գնա, շատ
անհարմար է իր համար, էլի դրսի զբոսաշրջիկը չգիտի որտեղ պետքա շարժվի գնա, իսկ եթե ընտրենք խոշոր ուղղություններ, օրինակ չգիտեմ, միջազգային եվրոպական կա Flexbus, տարբեր ընկերություններ, որ իրականացնում են Եվրոպայի մեջ ուղղափոխադրումներ, նույնը կարող լինի Հայաստանում, օրինակ այդ հաշվի առնելով այդ տարածաշրջանային, այսինքն ուղղությունները եթե վերցնենք, Հայաստանից լինի նաև Վրաստան, Հայաստանից լինի Իրան, քանի որ հիմա արդեն բաց է նաև Իրանի այդ ճանապարհը, կարող լինի նաև Իրան, տուրիստների համար հնարավորությունը լինի, որ կարողանան ճամփորդեն համ Հայաստանի ներսում, համ Հայաստանից դուրս այլ երկրներ կարողանան։ Այսինքն պայմանականորեն M կոչված ավտոբուսը սպասարկում է այս բոլոր հնարավորություն ռեգիոնը։ տալ, ասենք հավելվածի միջոցով մտնել, ընտրել ուղղությունը։ Մանավանդ եվրոպացիները դրան սովոր են, չէ՞, նստում ես, վերցնում ես գնացքի քո հեռախոսը եւ գնացքով գնում ես, չգիտեմ, Միլան, Միլանից հասնում ես Մոնակո կամ մի այդ երկաթուղային հանգույցով պտտվում ես բոլոր տեղերում։ Եվ կան քաղաքներ նաեւ, երբ դու իջնում ես եւ անգամ հեռախոսակապ չունես, քո կողքին հայտնվում է դրված մի հեռախոս, որտեղ դու զանգում ես տաքսի ծառայություն եւ ինքը այլևս գիտի թե որ հասցեում ես գտնվում։ Պարտադիր չի բացարձակի իմանալ այդ փողոցի անունը եւ այլն։ Նույն այդ փոքր Մոնակոյում բոլոր հարմարությունները կան։ Մեր մոտ տուրիստը գալու է, հարցնելու է կամ իմանալու են ճիշտ ուղղություն տան կամ լեզուն չեն հասկանալու կամ մի տաքսի ծառայության վարորդի է գտնելու, որը իր ցանկացած թիվն է ուզելու եւ այս ամենը խնդիրներ են, որպեսզի զարգանա տուրիզմը։ Պարոն Ապրեսյան, ինչ կասեք։ Ինչպես պարոն Սահակյանը որ նշեց, խոսեց ներքին տուրիզմի մասին ու դրա կարևորության, դե ինչ կապ կարող է ունենալ, չէ, ներքինը այսպես զարգացնենք, կրթական համակարգը, այսինքն նաև փոքր տարիքից կրթենք նաև երեխաներին Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունների վերաբերյալ, թե ներգնայի վրա ինչ ազդեցություն կունենա, չէ։ Այս դեպքում այո, ինչքան մենք լավ ճանաչենք, սիրենք մեր երկիրը, այնքան մենք քայլող գովազդ ենք մեր երկրի համար, մեր երկրի դեսպաններն ենք։ Դա էապես նպաստելու է մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը, գրավչության բարձրացմանը, որ այ ընտրեն մեր երկիրը, որտեղ որ իմանան շատ են ուզենալու որ գան։ Դեռ ցավոք ոչ բոլորը աշխարհում գիտեն մեր մասին։ Իհարկե պետք է ակտիվացնել մարքեթինգային քաղաքականությունը, առավել ակտիվացնել մարքեթինգի խթանման գործառույթները։ Այսօր նկատելի է նույնիսկ, որ զբոսաշրջության կոմիտեն բավականին ակտիվ այդ գործունեությունն իրականացնում է, բայց իրականացնում է հնարավորության սահմաններում կամ մի փոքր ավել, քան հնարավորության սահմաններն են։ Այո, 2022 թվականից երկրի մարքեթինգին հատկացվող բյուջեն զգալիորեն ավելացել է։ Մինչ այդ շատ փոքր գումար էր։ 200 միլիոն դրամ էր տարեկան։ Դրա մեջ ինչ է մտնում, մասնակցել ինչ-որ ֆորումների միջազգային։ Բոլոր տեսակի, այսինքն մասնակցել միջազգային ցուցահանդեսների, ճանաչողական այցով լրագրողներ բերել Հայաստան, Հայաստանը ներկայացնել, տարբեր այլ մարքեթինգ, հեղինակավոր հեռուստա ալիքներով, հոլովակներ, ֆիլմեր, եւ հիշում մի անգամ 1 միլիոն ծախսեցին, առագիլներ նկարեցին, կես վայրկյան էլ Եվրանյուսը ցույց տվեց ու Չէ, ժամանակին եղավ դա շուտ էր, դա 2000 Եվի Լավ, ինչևէ։ Այսինքն CNN-ով, Եվրոնյուզով եւ այլն եղել են բավականին լավ այսպիսի կամպանիա 2009-ին նկարահանվեց վավերագրական ֆիլմ, շատ մեծ տարածում ունեցավ եւ այլն։ Հիմա օրինակ բավականին այսպես ակտիվորեն տարբեր շոտայեկրա լրագրողներ, բլոգերներ, այսպես այդ ինֆլուենսերներ հրավիրվում են Հայաստան, ցուցահանդեսներին մասնակցություն լինում է տարբեր լրատվամիջոցներով, սոցիալական մեդիայով լավ ներկայացվում է Հայաստանը։ Բայց դա համեմատած այլ երկրների հետ դեռ քիչ է։ Ես հատուկ նշեցի 2022-ին 200 միլիոն տարեկան 200 միլիոն դրամից հասել էր 1 միլիարդի 2022-ին։ Հետո ավելացավ 1.5 տարավ։ Հիմա նորից կրճատվել է 800 միլիոն։ Շատ լավ կլինի, որ մենք գումար չխնայենք երկրի գովազդի համար։ Մի շատ կարևոր բան, որ աշխարհում զբոսաշրջությունը կարևորող երկրները մարքեթինգին երկրի միջինը, դա տարիներ առաջ արված հետազոտություն է, միջինը туриզմի համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված հարցման արդյունքում միջինը 4-ից 6 դոլար են ծախսում մեկ զբոսաշրջիկի հաշվով երկրի մարքեթինգի համար։ Մենք դեռևս բավականին հեռու ենք այդ ցուցանիշից։
Վրաստանը նույնպես չի հասել երևի այդ թվին կամ մոտ է, բայց մեզանից զգալիորեն ավելի շատ գումար ունի մեր կողքի, մեր հարևան երկիրը, հարևան բարեկամ գործընկեր եւ նաեւ մրցակից, հա։ Ասենք իրենց 8 միլիոն միայն գովազդի, հա, համար այդ տարեկան այն ծրագիրը, որ մենք էլ ենք իրականացնում, 8 միլիոն դոլար գումարած նաեւ այլ միջոցառումների համար մոտավորապես մի 15-20 միլիոնի տարեկան բյուջեն հասնում է։ Մեր մոտ դեռևս 2 միլիոն այս պահին։ Այս գումարն է պետք ավելացնել, ավելի ակտիվ, ագրեսիվ մարքեթինգային քաղաքականություն անել, չնայած էլի եմ ասում, եղածի սահմաններում զգալի այսպես աշխատանքներ են տարվում, հնարավորություններից շատ աշխատանքներ են տարվում, արդյունքը տեսնում ենք, բայց եթե մենք, ինչպես պարոն Սահակյանը նշեց, ուզում ենք ընտրվենք այդ քիչ երկրների մեջ, որ ուզենալու են գնան, ավելի շատ մեզ ճանաչեն, մենք գումար չպետք է խնայենք այս առումով։ Նաև շատ կարևոր է, ես նշեցի մի բան, նաև նշվեց էժան լինելու, դուք նաև այդ հարցը ասեցիք, մենք մրցունակ չէ, այսինքն երկու տարբեր տերմին օգտագործեցիք, հա, էժան եւ մրցունակ, հա։ Էժան թանկ դա նախ էժան չպետք է լինենք, պիտի մոռանանք դրա մասին, դա չի էլ կարելի, որ մենք լինենք էժան եւ մասսայական туриզմի երկիր եւ լավ է, որ մեր երկրի քաղաքականությունը այդպեսին է, որ չպետք է լինենք։ Ինչու՞։ Պետք է լինենք մրցունակ։ Ոչ թե, էժան եւ մասսայական туриզմը դա կայուն туриզմ չէ, դա օգուտ չէ, դա կարող է նույնիսկ ավելի շատ վնաս լինել։ Եվ այն երկրները, որոնք որ ժամանակին այդպես մասսայական զբոսաշրջության երկիր էին, նրանք նույնպես սկսում են վերանայել իրենց քաղաքականությունը։ Իրոք դա կայուն туриզմ չէ, էժան եւ մասսայականը։ Բայց ոչ էլ պիտի լինենք անհարկի թանկ։ Այսինքն պետք է լինենք մրցունակ, այսինքն ունենանք բարձրարժեք ծառայություններ, մրցունակ գներով, հա, այդ որակ դին հարաբերակցության մեջ։ Անհարկի թանկ չլինելու համար նույնպես այստեղ ինստիտուցիոնալ բարեփոխումների խնդիրներ էլ կան, այստեղ մենք նաև մի առաջարկով հանդես ենք եկել եւ շատ լավ է, որ էկոնոմիկայի նախարարությունը, туриզմի կոմիտեն մեր առաջարկը ընկալել են, դրել են շրջանառության մեջ։ Մի հատ բարձրաձայնեք ձեր առաջարկը։ Առաջարկը հետեւյալն է, ներգնաց զբոսաշրջային փաթեթի իրացման նկատմամբ կիրառել ավելացված արժեքի հարկի 0% դրույքաչափ։ Այսինքն երբ որ մեր տեղական զբոսաշրջային օպերատորները վաճառում են, իրացնում են ներգնաց զբոսաշրջային փաթեթ, դա բերում են տարեկան զբոսաշրջիկների, սա ըստ էության իրենից ներկայացնում է զբոսաշրջային ապրանքի, զբոսաշրջային արդյունքի արտահանում։ Եվ ինչպես ապրանքների արտահանման նկատմամբ է կիրառվում ավելացված արժեքի հարկի 0% դրույքաչափ, այնպես առաջարկում ենք, որ կիրառվի այս զբոսաշրջային ապրանքի, զբոսաշրջային արդյունքի ներգնա, հա, զբոսաշրջային արդյունքի, այսինքն զբոսաշրջային փաթեթի իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի 0% դրույքաչափ։ Սա մի շարք կարևոր խնդիրներ է լուծում քաղաքականության եւ գումարած դրան զգալիորեն կմեղմի մեր անհարկի գնաճը։ Եվ էապես կնպաստի նաև կազմակերպված զբոսաշրջության վերականգնմանը, ամրապնդմանը, զարգացմանը։ Մի շատ կարևոր բան, տեսեք, մենք թվերից խոսեցինք, ողջավորված, որ քանակական առումով ավելացել է, աճ ենք ապրել, հիմա էլ արդեն կարծես աճում ենք 2 միլիոնը կգերազանցենք անպայման այս տարի, բայց 5%-ն է ընդամենը դրա մեջ կազմակերպված զբոսաշրջություն, իսկ առավել կայուն պատասխանատու զբոսաշրջությունը կազմակերպված զբոսաշրջությունն է։ Եթե մենք ուզում ենք օգուտ քաղել, օգտագործել զբոսաշրջությունն իր բոլոր նշանակություններով, այստեղ կազմակերպված զբոսաշրջության մասին է խոսքը, որ ապահովի համաչափ տարածքային տնտեսական զարգացում, որ զբոսաշրջիկներին ծրագրային туриզմով մանածենք ամբողջ Հայաստանով, բոլոր մարզերում, գյուղական բնակավայրերում օգտվեն այդ զբոսաշրջությունից, զբոսաշրջիկը ծանոթանա ամբողջական Հայաստանին, բոլոր մարզերով, մեր բոլոր մշակութային, այսպես ամբողջապես մշակութային ժառանգությունը եւ կրկին վերադառնա վայելի մաս կազմի,
Այսինքն տեսեք, туриզմը միայն տնտեսական նշանակություն չունի, բացի տնտեսականից նաև շատ կարևոր սոցիալական, մշակութային, նույնիսկ քաղաքական նշանակություն։ Այսինքն դու դրանով նպաստում ես քո մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը, հանրահռչակմանը, սա երրորդին բերում է արդեն քաղաքական նպատակների Հայաստանի հայ ժողովրդի միջազգային հեղինակության ամրապնդմանը, հարգանք։ Երբեք չգիտես այսօրվա տուրիստը ինչով կարող է եւ ինչ ացիանում կարող է։ Որքանով սիրեն հարգեն քո հայրենիքը, դա էլ նորից էլի տնտեսական իր էֆեկտն է ունենալու ներդրումային գրավչությունը թե բարձրացնելու եւ այլն։ Լսենք պարոն Ֆրանկուլյանին, թե Գյումրիից ուր են գնում եւ հետո լսենք մեր քաղաքացիներին։ Իսկ գյումրեցիներն ուր են գնում։ Շատ լավ հարց է։ Գյումրին հետաքրքիր բան ունի, առանձնահատկություն ունի, ինքը Հայաստանի հյուսիսում է ու ի տարբերություն Երևանի կամ Արարատյան Տաշտավարի մյուս բնակավայրերի բավականին հեռու է ամբողջ Հայաստանով մեկ, նու հայկական մասշտաբներով, բայց միևնույն հեռու է։ Կյանքիս մեջ ամոթ է ասեմ, բայց ասեք Մեղրիում չեմ եղել։ Այս տարի եմ ուզում հասնել։ Դա էլ է խնդիր։ Սա այո, սա որպես օրինակ ու քանի որ ավելի ավագ, ավելի փորձառու գործընկերներս կարևոր պահերը նշեցին, հենց տրանսպորտային խնդիրը, թվայնամասնական խնդիրը, գումարների հետ ծախսի հետ կապված խնդիրը, հայ Գյումրին Հայաստանի մայրաքաղաք չէ, եւ այնքան հարուստ բնակչություն չունի, ինչքան ես կուզենայի։ Կարելի ասել իմ կարծիքը, թե ինչ պետք է անել ռազմավարության մասով ակտիվություն ավելի շատ բերելու համար, դա հենց այդ ակտիվություն բառն է, ստեղծել առիթներ։ Ստեղծել առիթներ ամեն տեղ, ամեն իրավիճակում, ամեն պահի տակ, որպեսզի Հայաստան գալը լինի, իսկ հիմա Հայաստանում նման բան կա, գնանք Հայաստան։ Ու այդ միտքը լինի համ Ռուսաստանա բնակի մոտ, համ, չգիտեմ, ամբողջ աշխարհով մեկ ու այդ մարքեթինգային ակտիվությունը այդ առիթների մասին տարածի։ Օրինակ, ինչ եք կարծում, ինչը տեղից կփոկի Ռուսաստանում։ Շատ լավ առիթ եղավ, երկար պատմություն, իհարկե, երբ որ մեր կառավարությունը որոշեց այդ գաստրոփակերի ծրագրեր իրականացնել, հայ եվրոպական միության հետ համատեղ եւ այլն, եւ այդ գինու մշակույթի վերականգնումը, այդ ամեն ինչը Հայաստանը դարձրեց գինու երկիր, մինչև հիմա մենք դեռ այդ որոշման հետևանքների մեջ ենք, մարդիկ բացահայտում են Հայաստանի գինին, մեկը մյուսին փոխանցում է, թե բա գնանք Հայաստան գինի խմելու, թե բա գինին Վրաստան չէ, դու չգիտես Հայաստանը գինին ավելի լավ է։ Իսկ Գյումրի ինչ կարող է բերել։ Գյումրին ակտիվությունը շատ լավ էր ու մինչև հավանաբար 20-21 թվականը հետո այդ ակտիվությունը շատ նվազեց, որովհետև մի քանի համ քաղաքական, համ տնտեսական, համ այլ որոշումների պատճառով այդ միջոցառումների քանակը համարյա վերջացավ։ Վերջի խոշոր միջոցառումը, չգիտեմ, ֆեստիվալներ, որը կհիշեմ ու վերջ։ Քաղաքի օրերը ավելի համեստ են հիմարվում։ Այդ որպես էլի Գյումրիում աշխատող ու բնակվող մարդ հենց դրա համար ակտիվությունը նկատի ունենում, վառ առիթ թե ինչու հիմա գնանք Գյումրի չկա։ Հիշում եք 19 թվականին Վարդավառներ, ինչ հրաշալի անհատ մարդու ընկերների խմբի կազմակերպած միջոցառում էր Մխիթարյան Ռուբենի ու Գյումրի գալու առիթ բերեց։ Ֆեստիվալ ինչ որ փառատոններ, տեղային մեծ փոքր, քաղաքի օր, անկախության օրը 19 թվականին նույնպես նշվեց Գյումրիում ամբողջ Հայաստաններ, ու այդ նման ակտիվությունները հիմա էլ չեն շարունակվում։ Հիմա օրինակ Մյունխենում օկտոբերֆեստ են անում, եւ բոլոր Չեխիայից գնում են այնտեղ օրինակ եկեք դա իմ ամենացավոտ տեղն է թե Գյումրու մեջ պետք է լիներ գարեջրի փառատոն ու չեղավ։ Ինչ պատճառներով, բայց ստացվեց այնպես որ չեղավ։ Ուզում ասել առիթը կարող է նաև այդպես լինել, որ մեկ առիթը պետք է հորինել, պետք է ցանկացած ամեն բան կարող է առիթ լինել։ Այդ հասարակ գրիչի փառատոնից սկսած մինչև ինչ որ մի բանի ցուցահանդես։ Հենց դրա մասին եմ խոսում, ակտիվություններ են պետք։ Թանկ ակտիվություն, պետական ակտիվություն, մասնավոր ակտիվություն, ինչ որ մի մարդ միտեղ մի բան է արել, տարածվի, աղմուկ հանվի ու մարդիկ կգան ու դա հետաքրքիր է։ Ջալոցում ենք, հիմա շատ լավ բան է։ Ներողություն, մենք կշարունակենք, հյուրընկալ կողմին լսենք, ինչ կարծիքի են։ Որքանով է զարգացած туриզմը Հայաստանում, ինչպես կարելի է նպաստել դրա զարգացմանը։ Հայաստանը այնքան հրաշալի տեսարժան վայրեր ունի, որ Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Ջերմուկ, Հայաստանը թանգարան է, բայց երկնքի տակ։ Այդքան զարգացած չի ինձ թվում, ինչքան ուրիշ երկրներում, Եվրոպայի օրինակ, բայց կան տեսարժան վայրեր գեղեցիկ։ Լոռի, Գյումրի, Գորիս, ինձ թվում է եւ գյուղական զբոսաշրջություն, եւ տուրիստիկ, եւ համային գինու շուրջ զբոսաշրջություն, Վայոց ձոր,
ջերմուկը որպես հանգստյան գոտի։ Շատ գեղեցիկ տեղեր կան։ Շատ եմ եղել, շատ տեղեր եմ եղել։ Ոչ մի եկեղեցի բաց չեմ թողել։ Իջևան, Դիլիջան, այնտեղ Աբարանի կողմերն էլ շատ տեղեր կան։ Եկեղեցիներ կան, հենց բնությունը արդեն ինքը հերիք է։ Ինձ թվում է ավելի շատ պետք է միջազգային ճանաչում ունեցող, ասենք, բաների հետ աշխատել, տուրիստական գործակալությունների հետ աշխատել եւ առաջարկել այդ մեր Հայաստանի հետ կապված գրավիչ փաթեթները։ Տուրիստի ստեի զարգանալը բերում է չարիք, գների թանկացում։ Իմ կարծիքով ամեն տուրիստի գնային հնարավորությունների մեջ առաջարկներ կան։ Ամենակարևորը, որ տուրիզմը ունի մատչելիության, հասանելիության շեմ, այսինքն կարող ես ավելի էժան տարբերակներից մինչև ամենաթանկը ընտրել։ Դա շատ լավ է։ Սննդի հետ կապված ինձ թվում է մեր մոտ ավելի լավ գներ են, քան արտասահմանում։ Մարդիկ ասում գոյատևում են բանջարեղենի մրգեղենի կամ հացի մրգեղենը շատերը չեն օգտվում։ Այնքան որ բանջարեղեն ու հացն է մարդկանց։ Հələ մի հատ էլ ծաղկաձոր էտան հանգստանալու։ Հա, ինչ որ որոշ շերտեր էտում է։ Դաժե կարող է ծաղկաձոր լայար չեն անում, ես Եվրոպա դեպի։ Այդ զբոսաշրջիկները իրանք էլ նայում են, տեսնում են որտեղ է գեղեցիկ բան, ասում են գնանք այնտեղ, բայց մեր մոտ Հայաստանում շատ գեղեցիկ է։ Արժեքները ինձ թվում է մեզ համար է թանկ։ Իսկ դրսի եկողների համար բավականին մատչելի է։ On a passé seulement un jour à Yerevan et Մենք ընդամենը 1 օր ինչ Երևանում ենք։ Մի քանի պատմական հուշարձաններ ու հրաշալի եկեղեցիներ հասցրել ենք տեսնել։ Շատ համեղ սնվում ենք, խոհանոցը ընտիր է այստեղ։ Մի քանի բան փորձել ենք եւ դեռ շատ ուտեստներ կան, որ անպայման ուզում ենք համտեսել։ Արժեքները նորմալ են, մատչելի չեն, բայց թանկ էլ չեն։ Նաև տուրիստներ մասնակցում սոցհարցմանը բախտի բերմամբ։ Եվ շատ հետաքրքիր սպեկտրներ էին, չէ՞, որ туриզմը թանկացնում է գները, Չարիք է։ Չարիք է։ Այո։ Դա որոշ բանով պետք է համաձայնենք մեր հյուրի հետ։ Չէ, բանի, էլի խնդիրը պարոն Ապրեսյանը երբ որ մի քիչ առաջ նշում էր այդ հարցը, հա, կազմակերպված եւ ոչ կազմակերպված զբոսաշրջություն։ Հասկանում եք, նայեք, մենք երկիրը ցավոք սրտի պետք է խոստովանենք, կոմիտեն շատ լավ աշխատում է, հատկապես այս վերջին մի տարի ու կեսը, նոր ղեկավարությունը երևի մի տարի է, հա, բանը, ինչ որ դրական բան տեսնում ենք իր աշխատանքի մեջ, բայց ցավոք սրտի մենք Հայաստանի մարքեթինգային գործիքները տվել են բլոգերների, որոնք որ գովազդում են երկիրը իրանց տեսանկյունից, որը մենք պետության մեջ պետական բանի ներկայացչական գովազդային մարքեթինգային քաղաքականություն չենք վարում։ Մենք չունենք ինչ-որ համակարգված մի ծրագիր, որը չէ որ Հայաստանը մենակ զբոսաշրջությունով չի որ ներկայացնում է դրսին կամ որևէ միտեղ, հա, իր մեջ պետք է պարունակի մնացած բոլոր սեկտորները, տնտեսության, հանրության, աշխատանքային, հա։ Իսկ մենք այսօր ուրախանում ենք, որ բլոգերները մեր մասին լավ բան են ասում։ Ես շատ ուրախ եմ, թող ասեն, ինչքան շատ ասեն, այնքան լավ է, բայց նաև պետք է լինի այդ պետական մշակված քաղաքականությունը, որի հետևանքով բացի դրանից կլինի նաև տնտեսական քաղաքականությունը, ոնց որ շեշտեցինք օրինակ կազմակերպված զբոսաշրջությունը, չէ՞։ Եթե համեմատենք կազմակերպված եւ անհատ ճամփորդությունները, որոնք բլոգերների աշխատանքի հետևանքով են գալիս, կազմակերպված զբոսաշրջության մեջ գնաճը կազմել է ընդամենը 10-ից 15%։ Անհատական այցելուների դեպքում, որոնք որ շեշտը դրված է եղել այն թիրախային ռեստորանին, թիրախային ինչ-որ մշակութային վայրին, որը որ արդեն ինքն է թելադրում գինը, հա, իրանց մոտ գնաճը եղել է մինչև 50%։ Եվ սա հենց այդ հետևանքն է, որ չկա կենտրոնացված լուրջ քաղաքականություն երկիրը ներկայացնելու, օժանդակելու կազմակերպված զբոսաշրջություն, ինչու ոչ թե բլոգերը պետք է երկիր մարդ բերի, կազմակերպված տուրիստական գործակալության աշխատանքի հետևանքով պետք է մարդիկ գան, որոնք եւ ճիշտ ուղղորդվեն։ Երևի բլոգերները ավելի մրցունակ են, դիտորդների քանակը ավելի մեծ է, բայց եկեք կադրերից խոսանք։ Հովհաննես, դուք զբոսավար եք։ Ով ձեզ տվեց այդ աստղը զբոսավարի։ Բախտս բերեց, երբ որ եղավ այդ ծրագիրը, երբ որ Գյումրին սկսեց վերակառուցել իր հին քաղաքի փողոցները ու դառնալ տուրիստական քաղաք, դեր ասած բլոգերների մասով հիմա արդեն լավ ընկեր իշխանը էլի վիդեոբլոգեր էր, գալիս եկավ Գյումրի, նկարահանում արեց եւ ես պարզապես որպես տեղացի բնակիչ
Ուղեկցեցի զուտ առանց ինֆորմացիա, առանց ինչ-որ հատուկ կոնցեպցիայի, ինչ տեսնում դա էլ պատմում էի։ Ու 1-2-3 սկսեցին մարդիկ գալ, այդ հետաքրքրությունը Գյումրու հանդեպ մեծ էր։ Սոցցանցեր, Instagram, Facebook եւ այլն եւ այլն։ Չէ, ես նկատի ունեմ նաեւ ինչ-որ տենց ինչ-որ հավաստագիր, ինչ-որ մի բան հիմա դեռ ունենալ անպայման։ Հիմա դեռ ոչ, Հայաստանում դեռ զբոսավարների աշխատանքը չի պահանջում հավաստագիր, չի պահանջում ինչ-որ արտոնագիր, դեռ ոչ մի բան, օրենքը կա, քննարկվում է ինչ-որ դեռ ուժի մեջ չի մտել, հետեւաբար։ Բայց պետք է ինչ է կարծում։ Այո, իհարկե կարծում եմ, որ պետք է ինքս պատրաստ կլինեմ սովորել այլ ավելի շատ այսպես ժամանակ ու ձեռեմ դրան, որ պրոֆեսիոնալ Դե օրինակ ինտուրիստի ժամանակ ամեն մարդ չէր կարող ընդհանրապես այդ բնագավառը։ Խոշոր պետություններ, նույն մենք համատում ենք Իտալիայի, Ֆրանսիայի հետ առանց լիցենզիայի հնարավոր չէ զբոսավար աշխատել, դու պետք է պատասխան տաս, թե ինչ ես պատմում։ Ես հիմա եթե զբոսնենք շատ վատ պատմություններից ոչ ոք չի ասի, ես ինչ ես անում։ Ու այդ իհարկե չեմ պատմում, բայց այդ իրավիճակը փոխելու համար հավաստագիր այո։ Որն է Հայաստանի այցեքարտը։ Դասում ենք ձեզ բանը։ Յուրաքանչյուրը որն է Հայաստանի այցեքարտը։ Կամ գուցե պետք է ստեղծել։ Սահմանին պետք է դնել դուք մտնում եք ինչ որ մի բան այս երկիրը։ Գուցե պետք է ստեղծել։ Բանով միանշանակ մենք որպես ընդհանրական այցեկարտ մենք չունենք, որը որ մենակ զբոսաշրջության մեջ չէ, որ ինքը ամբողջ երկրի այցեկարտը լինի բանով։ Ասոցիացիա առաջացնի, որ դա Հայաստանում։ Որպես բան, ասենք թե մեր գրասենյակում պարտադրված բան է այցեկարտը Արարատ լեռնն է։ Ինչքան էլ ինքը Հայաստանում չի գտնվում։ Այստեղ ձեր եւ քաղաքական ուղղություն չի համընկնում։ Հիմա բանես չի, որ ես պետք է բոլոր հարցերում համընկնեմ բանը իշխանությունների հետ, բանը սեփական կարծիք կա, մեր անունն էլ ավարայել է, ինչ որ մի բանի մասին խոսում է, երևի, չէ, բանը դա պետք է, օրինակ ցավոք սրտի հիմա Հայաստանի ներկայացչականը, որը իմ մոտ որպես նախկինում պատմաբան շատ հարցեր առաջացնում, գերալդիկայի կանոններով կոտրած տառերով գրել է երկրի անուն արգելված է։ Դա գերալդիկայի առաջի կանոններն է։ Մենք Հայաստանը գրում ենք կոտրած տառերով ինչ որ եւ համարում ենք, որ դա այցեքարտ է։ Գերալդիկայի կանոնով չի կարելի անհասկանալի բնույթի զարդանշան օգտագործել։ Բոլոր զարդերը, որոնք օգտագործում են գերալդիկ նշանակության մեջ, դա կլինի զինանշան, դրոշ, թե ինչ որ ցուցանակ, պետք է լինեն պարզ, ընթերցելի եւ հասկանալի, հա։ Մենք ասենք թե բանի ես հիշում եմ հայ-իրանական փառատոնի ժամանակ, երբ որ սկսեցինք այդ զարդանշանը մոտիկից նայել, մեջը էլ աջարական խաչապուրի կար, ինչ ասես մեջը գտանք բանով, հա, կարևորը գեղեցիկ է, երբ որ նկարում են, սա է հարցը։ Այո, եւ ես կարամ ասեմ, հիմա մենք լուրջ խնդիր ունենք նաեւ բանը։ Ոնց որ օրինակ արևը, գույնավոր արևը, Թևանի 12 Թևանի գույնավոր արևը Իսպանիայի խորհրդանիշը բանը 13 տարեկան երեխա է նկարել։ Ինքը ժամանակին եւ դա դառնա պետական այցեքարտ, հա, ասենք թե Թուրքիայի ծովափնյա հանգստի բազմագույն, որը եւ ալիքա եւ կրակա եւ արագաստա, դա իրանց մշակույթի նախարարության կողմից մշակվել է եւ ինչքան ես գիտեմ, իրանք այդ գովազդի համար 13 միլիոն դոլար փող են տվել, բայց ինքը աշխատում է։ Հիմա մենք էլ ենք այդ փողերը տվել ենք, բայց դեռ չունենք։ Պարոն Արաքելյան, գուցե գաղափարել ունեք թե ինչ, որը պետք է լինի մեր այցեքարտը։ Մարդիկ են ամենակարևոր երկիրը ներկայացնողը, մարդուն պետք է դնել հենց երկրի բրենդի հիմքում, պատմությունը հայերն են, էլի, իրենց պատմությամբ, իրենց արժեքներով, իրենց ապագայով։ Օրինակ, ես Իտալիայում ասում եմ Հենրիխ Մխիթարյանին, եթե գիտեք, ես այդ երկրից եմ։ Արդյոք նա այդ մարդն է։ Ես Իտալիա ասելով պատկերացնում հենց իրանց խոսալը, որ էմոցիաներով խոսում են, հա մատուցում են, այդ եմ պատկերացնում Իտալիա ասելով, չեմ պատկերացնում Իտալիա ինչ որ մի հատ փողոց, էլի, բացի տուրիստական կետերից, լավ, եթե անենք, պատկերացնում մարդկանց, ում մեջ ես շփվել եմ, ում տեսել եմ, ում հետաքրքիր են եղել ինձ։ Մեր մյուս բրենդի հիմքում դրել ենք Ծիրանը, Abrico Travel տենց ընկերություն ունենք, իր հիմքում հենց դրել ենք ոնց որ Ծիրանը Հայաստանի խորհրդանիշ, բայց
լրացում անում, ոնց որ իմ կարծիքով պետքա ընդհանուր պետություն ունենա ռազմավարություն ու այդ ռազմավարությունից բխող բրենդավորում պետք է արվել, որտեղ մեր, եթե նայում ենք մեր դերոշը, մեր զինանշանը, մեր մնացած բոլոր սիմվոլները, հա, ունեն խնդիրներ ու չունենք հենց նույն Գյումրիի կամ մարզերի, քաղաքների բրենդավորումներ չունենք, էլի, ու դրանից բխող պետքա քաղաքները սկսեն զբաղվել իրենց էսթետիկ այդ միջավայրը կառուցելու դիզայներները պետք է իմանան ինչ են անում, որտեղ հիմա նայում ենք շատ լավ ակտիվ աշխատանքներ են անում, վերջերս նայում էի փողոց էին սարքում, որը ասֆալտապատ Թումանյան գյուղն էր, եթե չեմ սխալվում, Լոռու մարզի, որտեղ ճանապարհը սարքել էին, բայց մայթ չկար կողը ու ոչ մի ուշադրություն չէր դարձել, ոչ մայթին, ոչ լուսավորության այդ լարերը նորից գնում էին կողերով։ Հետո կքանդեք կսարքեն։ Այսինքն ընդհանուր կամ եթե գնում ենք Շվեյցարիա, տանում ենք շատ սիրուն ամեն ինչ ակուրատնի, նույն Դիլիջանը Ոշիբանով չի տարբերվում, բայց եթե օրինակ կլինի պետական քաղաքականություն, որ պարտադրեն այսօրվանից սկսած բոլոր պետքա տանիքները կարմիր գույն անեք, հա, կղմինդեր, ասենք։ Հա, այս ինչ որ չափանիշներ պետքա լինի, որը մարդիկ պետքա շարժվեն։ Մենք 10-15 տարի հետո կունենանք Շվեյցարիային համապատասխանող Դիլիջան, հա, իր արտաքին էսթետիկ տեսքը, որտեղ ժամանակը փոխվում է, մարդկանց եթե 15 տարի առաջ մենք երազում ենք ինչ որ ճանապարհ, որ ասֆալտացելներ հասնեն Գյումրի, հիմա բացի այդ ճանապարհից կամ պայմաններից մենք ուզում ենք նաև հաճելի լինի այդ միջավայրը, հա։ Դուք ասում եք մարդկանց պարտադրեն, բայց օրինակ հարևան Վրաստանում, եթե մսխեթան սարքում էին եւ վերանորոգում էին, այնպես ինչպես իրենք ուզում էին, որպեսզի արտացոլեր իր ժամանակաշրջանը ողջույթությամբ, պետությունը այդ մարդկանց տարավ վարձակալած բնակարաններ, վճարեց նրանց այդ բնակարանները, կառուցեց եւ հետ բերեց։ Հիմա Թիֆլիս այցելող ցանկացած զբոսաշրջիկ այցելում է նաեւ մսխեթա, որովհետեւ եւ տեսարանն է գեղեցիկ եւ միջավայրն է շատ հաճելի։ Նույնը ոնց որ Գորիսի դեպքում արեցին, որոշակի փոփոխություններ, վերջնական տեսքը չեմ տեսել, բայց կարծում եմ հա գեղեցիկ է։ Մյուս քաղաքների դեպքում եւս ոնց որ այդ պետքա կիրառել են։ Վերադառնանք այն գլխավոր մտքին, այս ընդհանրական այցեքարտի արկայությանը, հա։ Պարոն Ապրեսյան, համաձայն չեք, եթե մարդիկ այսօր սովոր են ինչ-որ բաներ տեսնելու եւ միանգամից տեսնելով հետեւություն են անում, սա մեր քաղաքները չունեն նման այցեքարտեր եւ առաջարկներ։ Եվ առաջարկներ։ Հիմա հենց այդ ոչ միայն համաձայն եմ, այլ պարոն Սահակյանը նաև նշեց դա, որ պետք է ընդհանուր այսպիսի մի համակարգված քաղաքականություն ունենանք։ Տուրիզմի հայկական ֆեդերացիան իր անցած տարի հոկտեմբերին մենք հաստատեցինք մեր 2024-29 թվականների գործունեության ռազմավարությունը։ Այդտեղ ներկային նաև էկոնոմիկայի նախարարը, զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները, այլ եւ պետական մասնավոր գործընկերներ եւ ներկայացրեցինք եւ մեր տարեկան ժողովներ եւ հաստատեցինք։ Եվ այդ գաղափարը դրել ենք։ Այսինքն մենք խոսում ենք, չէ, ասում ենք անհրաժեշտ է երկիրը ներկայացնել, գովազդել, իսկ ինչ ենք ասելու այդ գովազդի մեջ։ Այսինքն այդ երկրի մասին, Հայաստանի մասին տեղեկատվության բովանդակությունը մենք պետք է այսպես բոլորով համակարգված ձևավորենք, որ միշտ ամեն հարթակում, տարբեր հարթակներում իմանանք մենք աշխարհին ինչ մեսիջ ենք տալիս։ Եվ այսպիսի մի մեխանիզմ եւ առաջարկել ենք սա զբոսաշրջության կոմիտեին էլ եւ ըստ էության համակարծիք ենք եւ քննարկում ենք դրա իրականացման հիմա մեխանիզմը, որ ինչ անենք մենք նախ այդ տեղեկատվությունը, այդ բովանդակությունը ունենալու է բաղկացուցիչներ, չէ՞, մոտ շուրջ 20, դա մշակում ենք արդեն։ Ազգագրություն, երգ, երաժշտություն, աշխարհագրություն, այո, վառ գործ է, բայց պետք է արվի։ Հիմա ինչ է, պատմություն, մշակույթ եւ այլն, թե Արամ Խաչատրյանի։ Հիմա տեսեք, դրա համար եմ ասում, այս ըստ բաղկացուցիչների աշխատանքային խմբեր նստենք եւ այսպես բան անենք, այո, այսպես սկսենք աշխատել գրող մտքի գրող։ Առանձնացնենք ամեն ուղղությամբ, ասենք այդ մի 5 կարևոր մեր համեմատական առավելությունները կամ մրցակցային առավելությունները, նույնիսկ բացառիկությունները։ Նաև եթե կան ցցուն բաներ, դա այսինքն նաև դա հասկանանք բոլորովս եւ ասենք, որոշեցինք ամեն մասով սրանք։ Հետո արդեն ամեն
այդ ընտրած կողմերով այդ բովանդակությունը արդեն մշակենք, այդ կոնտենտը ձևավորենք եւ արդեն ընդունված ունենանք եւ դրանից էլ կբխի բրենդը, ազգային բրենդը, Հիմա 26 թվականը ուղղված է դրան։ 26 թվականին մենք ուզում ենք անպայման դա սկսենք, այո։ Հրաշալի։ Հովհաննես, օտա զբոսաշրջիկը, օտարազգի եկել է Գյումրի, հանդիպել է ձեզ։ Առաջին 3 կետը, որ կտանեք իրեն։ 3 կետը, շատ լավ։ Շատ կոնկրետ, որը ըստ ձեզ ներկայացնում է քաղաքը։ Առաջինը 5 քաղաք, այդ Սլաբոդկա կոչված թաղամասը, Ալեքսանդրապոլյան ժամանակաշրջան։ Առանց դրա հնարավոր չէ Գյումրու այդ Սև Մարգարիտ, ինչպես մենք ենք ասում, քաղաքեությունը ցույց տվող տեղ։ Երկրաշարժի Զոհեր Ուժարձան։ Ցավոտ տեղ է, բայց անպայման քաղաքը պատկերացնելու համար պետք է մարդիկ իմանան, թե ինչի միջով է անցել Հայաստանը, ու մասնավորապես Հյուսիսը, Լեննականը, Գյումրին։ Ու թերևս ամենափրկիչ եկեղեցին, որպես համ եկեղեցի, բայց նաև որպես գյումրեցիների այդ Փյունիկի պես ավերածություններից վերհառնելու առաջարկներ եթե կան, որոնք ավելացնելու կադրեր ունենք մենք, կադրեր, որոնք զբաղվում են, որոնք ցանկանում են։ Մենք ունենք լավ երիտասարդ սերունդ, դպրոց կա, դպրոց կան դպրոցներ, կան ինստիտուտներ, ցավոք սրտի կան ինստիտուտներ, նույնիսկ շատ եւ ֆակուլտետներ, որոնք որ ցավոք սրտի բանն են, իրանք չեն օժանդակում մեր աշխատանքին, բայց մենք ունենք մեր պրոֆեսիոնալ կրթության ծրագիրը, որը իրականացնում ենք եւ Տուրիզմի ֆեդերացիայի կազմում, հատուկ դասընթացներ, որով որ մենք պատրաստում ենք տուրօպերատորների եւ ոչ միայն տուրօպերատորի մասնագիտական կրթություն ենք տալիս, դա բոլոր բաները անցկացվում է պրոֆեսիոնալների կողմից, բարձր որակավորում ունեցողների կողմից։ Եվ նաև մենք ամենակարևորը պետքա բացի այդ կադրերից բացի մենք պետքա նշվեց պարոն Ապրեսյանի կողմից այդ բրենդավորման այդ համակարգված աշխատանքը նայեք Հայաստան ունի տուրիստական ռեսուրսներ, հսկա արժեքներ կայացնող տուրիստական ռեսուրսներ, որոնք որ չեն շահագործվում, որոնք ոչնչացվում են։ Օրինակ, եթե վեկարենք ամենամեծ մեր տուրիստական ռեսուրսը չափսի առումով դա Սևանալիճն է։ Եվ Սևանալիճը շահագործվում է որպես տուրիստական ռեսուրս մաքսիմում տարեկան 2 ամիս եւ շահագործվում է ամենավատ ձևով։ Ինքը ուղղակի քայքայվում է մեր ձեռքերով։ Եվ նմանատիպ ռեսուրսների նկատմամբ, որ մենք չկրկնենք Ծաղկաձորի ճակատագիրը, որ Ծաղկաձորը որպես լեռնադահուկային կենտրոնից եւ հանգստի գոտուց վերածել է բետոնապատ քաղաքի։ Եվ նույն սխալը չկրկնենք, ոնց որ Ջերմուկում արեցինք, դրանք առողջական քաղաքում կառուցեցինք լեռնադահուկային կենտրոն։ Դա մեկը մյուսին հակասող։ Դե հիմա Մայլերը կա, հետո Արագած, Արչևը։ Մենք պետք է հասկանանք, որ եթե նմանատիպ ռեսուրսների նկատմամբ, Սևանալիճի նկատմամբ, Արագած լեռան նկատմամբ, ասենք թե Ձորագետի եւ իր հատվածի, Դեբետի նկատմամբ մենք ունենանք կոմպլեքս մոտեցում որպես տուրիստական ռեսուրսի, մենք իրանց շահագործելու ենք շատ կարճ ժամանակ եւ շատ վատ հետևանքով։ Ինձ ինչու է թվում, որ մենք մի քիչ բարդ ենք մտածում։ Էլի պետք է հարևաններին օրինակ բերեմ, ունեն մի ձոր, որը ոչինչով գեղեցիկ չի եւ ճոխ չի մեր Քացախի էսկիրջից Վրաստանում, Ծալկայում։ Դրել են մի ադամանդի նման ինչ որ ապակե զանգված եւ բոլորը տանում են տուրիստական հոսքեր այդտեղ։ Կրթենք, դաստիարակենք, մտածենք մի 10 տարի եւ այլն, որպիսի ոչ մի բան չեն արել, ընդհանրապես անհասկանալի միզակված մուտքը բավականին թանկ է, տարել են, լավ գովազդել են, կառուցել են եւ բոլորը Թբիլիսից գալիս են Ծալկա այդ վատ բոլորաններով, որպիսի հասնեն այդտեղ եւ նկարեն։ Եվ այդքան հեռու, այո։ Հիմա պետք է կառուցել ինչ որ մի բան, գուցե, չգիտեմ դա ինչ կլինի, գուցե եւ Քրիստոսի արձանել եւ դարձնել երկիրը ճանաչված։ Գյումրիում կառուցել ինչ որ մի բան եւ բոլորին տանել այդտեղ ընթացքում եւ Գյումրին կտեսնի եւ ասածը sense դա է անընդհատ ակտիվություն մի խոսքով մենք միշտ երկարաժամկետ պլաններ ենք կառուցում այդ ընթացքում Պիզայի աշտարակի կողքը հայտնվում է մի պատ վրան գեղեցիկ գրությամբ եւ բոլորը գնում են նաեւ այնտեղ տեսնելու մենք մինչեւ մտածենք թե ինչ ենք անելու խմբերը կազմենք հետո որոշենք հետո հաշվարկենք հետո բերենք
աշխարհում մի 40,000 ավելի բան կկառուցվի։ Եվ դեր ասած մյուսներին զուգահեռ տուրիստներին կրկին կտանի։ Եւ մի ձորի վրա վրացիներ մի հատ, չգիտեմ։ Դե հիմա նույն հաջողությամբ մենք ունենք ստեղ տենց էլի շատ լավ օրինակ նույն Տաթևերը ինքը հիանալի տուրիստական ռեսուրս է, որը տարածաշրջանի համար դարձել է կարևորագույն խթանիչ ուժ։ Նույն Խնձորեսկի ճոճվող կամուրջը ինքը դա տուրիստական երթուղի է։ Նայեք, դա կան, ասենք թե տես թիրախային ծրագրեր եւ կան գլոբալ ծրագրեր։ Հիմա եթե դուք պատկերացնեք այդ ձորակի չափսը Ցալկայի եւ Սևանալիճը դա 1/10,000-ների հարաբերություն է եւ մի օբյեկտը դարձնել կլոր տարի այցելվող եւ տարածաշրջանը դարձնել կլոր տարի այցելվող մոտեցումները տարբեր պետք է լինեն։ Այո, պետք է լինեն աշխատանքային խմբեր, այո, պետք է լինի ծրագիր, այո, պետք է լինի պետական եւ մասնավոր սեկտորի ներդրումային բան, դա տարբեր մոտեցում է, տարբեր ապրանքներ ստեղծելու համար։ Մի խոսքով այդ դանդաղին զուգահեռ պետք է արագներ բոլոր մեխանիզմները պետք է օգտագործվեն եւ արագընթաց, եւ կարճաժամկետ, եւ միջնաժամկետ, եւ երկարաժամկետ ծրագրեր։ Եթե չէ, մենք կդառնանք բլոգերնոց։ Իմ ասածս նախորդ թեմայի շուրջ էդ էր, որ բանը, երբ որ երկիրը բլոգերնոց է, ինքը ապրում է բլոգերի կյանքի տևողությամբ։ Յուրաքանչյուր բլոգերի կյանքը ամենահաջողված բլոգերը միջազգային 3-ից 5 տարի է։ Եթե մենք Հայաստանը 3-ից 5 տարվա մեջ ենք դիտարկում, այո, թող բլոգերները գովազդեն։ Եթե մենք Հայաստանը գովազդում ենք որպես հավերժ գոյություն ունեցող երկիր, որը այդքան էլ ճանապարհ պետք է անցնի, մենք պետք է ուրիշ մոտեցում ցուցաբերենք, սա իմ ասածն է։ Ասելիք ունեք, պարոն Ապրեսյան, լսում ենք։ Դե մենք այտենց ված վիճակում չենք, այտենց մի անհանգստացեք, որ չենք անհանգստանում։ անպայման մի բան սարքենք, որ բան անենք։ Այդ խոսքը գնում է ավելի ինստիտուցիոնալ, ավելի երկարաժամկետ մտածելու մասին, ինչ-որ բաներ կառուցելու կարիք այտենց չկա, որ կարող մենք հույսներս դնենք, որ մենակ հատ ադամանդի նման պլպլան բան սարքենք, դրա համար այտենց լինի։ Մեր եղածը, որ մենք լավ ներկայացնենք, եղածը չփչացնենք, շինգավիթ ունենք, ընդեղ ներդրում անենք, ընդեղ դարձնենք ներկայանալի եւ բացառիկ արդեն շատ հին մշակութային ժառանգություն եւ այլն։ Շատ բաներ, նույն Սևանալիճը ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերենք, որ ասինքն դա կարողանանք այսպես կայուն օգտագործել եւ օգուտներ ստանանք։ Այդ առիթներն էլ շատ գեղեցիկ բաներ ունենք, դա է պետք, այսինքն մենք հրաշալի փառատոներ ունենք, արդեն աշխարհահռչակ։ Դրա համար տուրիստ զբոսաշրջիկ գալիս Հայաստան։ Այո, գինու փառատոն ունենք, հրաշալի Վայոց ձորի մարզում Արենի գյուղում, Երևանյան գինու օրեր ունենք, հայ-իրանական նավասարդ փառատոն ունենք, հայ-վրացական միմինո փառատոն ունենք։ Այս փառատոնների համար հատուկ մարդիկ Հայաստան են գալիս։ Ասենք շատ մեծ ակտիվություն է լինում։ Մենք սրան պիտի զարգ տանք։ Սկսել ենք մի նոր հետաքրքիր պրոդուկտով հայ եւ ազգային փոքրամասնությունների մշակութային խոհանոցային փառատոն։ Անունը Բահամերի բազմազանություն եւ ժողովուրդների բարեկամություն։ Ասենք, այսպիսի նախաձեռնություններ կան եւ պատմություն ունեցող գինու փառատոն Արենի, ասենք շուտով 20 տարի կլինի, որ իրականացվում է, հա։ Երևանյան գինու օրերը արդեն մոտ 10 տարի։ Տոլմայի փառատոնը։ Տոլմա եւ այսինքն ունենք նման հրաշալի խոհանոց ունենք, որը պիտի շատ լավ կարողանանք ներկայացնենք ու դա անենք։ Ի վերջո այն երկիրն ենք, որ մի բան չպիտի մենք մոռանանք բոլորս, ի թիվս այ մեր շատ հարուստ այս պատմամշակութային ժառանգության, հրաշալի բնության ծառայություններ տարատեսակ ավելացող, բազմազանեցող զբոսաշրջային արդյունք ամենակարևորը մեր լավ գործընկեր նշեց մարդն է։ Հայաստան, հայ ժողովուրդը իր լեգենդար հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ պոշտված։ Մենք սա երբեք չպիտի մոռանանք։ Սա է մեր գլխավոր խաղակարտը։ Զբոսաշրջիկը Հայաստանում իրեն զգում է ընդունված։ Սա շատ կարևոր բան է։ Եթե մենք դա հանկարծ մոռանանք, այ դրանից մի փոքր, մի այսպես խազ հետ կանգնենք, նահանջենք, կնշանակի ամեն ինչ կկորցնենք։ Մենք չպետք է գերկոմերցիալիզացվենք։ Հայաստանում գտնվողը ցանկացած վայր,
զբոսաշրջական բնակավայրեր են գնում, այդ զբոսաշրջային տները մենք դժվարությամբ ենք կարողացել դա մի փոքր կոմերցիալիզացնել։ Մարդիկ ասում են, ո՞նց կարող ենք, մարդը գալիս է մեր տուն հյուր փող վերցնենք, գիշերակացի համար կամ բան։ Հասկացան, որ կարելի է, այո, որովհետև դա նաև սոցիալական խնդիր է լուծում եւ դա նորմալ է ամբողջ աշխարհում, բայց չեն եւ բարեբախտաբար դեր այդպես է, մարդիկ այնտեղ գնալով գիշերակացի համար վճարելով, ասենք նախաճաշի համար վճարելով միևնույնն է հասկանում են, որ հայի տանն են գտնվում, ոնց ուզում ալնի ճանապարհելիս մի հատ խնձոր գրպանը դնում են, մի հատ իրանց քաշած օղին սեղանին դնում են, հյուրասիրում են, սա չպետք է մոռանանք։ Հենց մոռացանք, հենց ինչ որտեղ մեկը, չնայած էլի բացառիկ է լինում, քիչ է լինում դեպքերը, դա չվերացնենք, որ նույնիսկ մեկին կարող է միտեղ խաբեն կամ բան։ Նման բաներ Հայաստանում գրեթե չի լինում։ Բացառիկ դեպքերը հուսամ կվերանան դրանք, չեն շարունակվի։ Հենց մոռանանք դրա մասին, որ մեր գլխավոր քաղաքակարգը մարդն է, հայ ժողովուրդն է, իր այս լեգենդար հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ օժտված, ամեն ինչ կկորցնենք։ Մենք դա պիտի պահպանենք։ Լսենք արհեստական բանականությունը։ Լսենք։ Հայաստանը կարող է ավելի գրավիչ դառնալ, եթե այցելուների վեհ ճանապարհը լինի պարզ ու հարմար, սկսած մուտքի ձևականություններից մինչև ներքին տրանսպորտը եւ տեղեկատվությունը։ Երկիրը պետք է ներկայանա մաքուր, կազմակերպված եւ հստակ նշաններով, որտեղ զբոսնելը հեշտ է ու հաճելի։ Կարևոր է զարգացնել թեմատիկ փորձառություններ՝ գինու, բնության, խոհանոցի ու արկածային ուղիներ։ Բարձր հյուրընկալությունը եւ որակյալ ծառայությունները ձևում են վստահություն, իսկ ժամանակակից միջազգային ներկայացումը Հայաստանը ցույց է տալիս որպես անվտանգ, համեղ ու գեղեցիկ ուղղություն։ Շարունակելով արագ թվարկենք հնչածը, զբոսաշրջությունը դպրոցում եւ բուհում որպես առարկա, սոցիալական փաթեթ տալ նաեւ մաս։ Ոչ թե որպես առարկա, այլ որպես ուսումնական process-ի մաս։ Որպես ուսումնական process-ի մաս։ Դաստիարակել նորովի զբոսաշրջության պրակտիկել են։ Սոցիալական փաթեթ նաեւ մասնավորներին, ճիշտ եմ հիշում, տրանսպորտի բարելավում, ներգնա փաթեթի զրոյական դրույքաչափով ավելացած արժեքի հայերքը, ստեղծել առիթներ, որպեսզի այցելեն Հայաստան եւ ունենալ այցեքարտ, ընդհանրական այցեքարտ, մարդը հասկանա ուր է գալիս, ինչ է սպասվում, փառատոններ եւ ընդհանրապես զբոսավարների լայն բանիմաց շրջանակ։ Եվ այս ամենում անպայման հաշվի առնել հայի գործոնը։ Այն մարդը, որը կանգնած եւ առաջինը ասում է բարև ձեզ։ Այսօրվա քննարկումն այսքանն էր, ճանաչենք եւ սիրենք մեր երկիրը, շնորհակալություն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։